Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 քաղաքացի տեղափոխվել են Հայաստան։ Առայժմ հստակ չէ Արցախում որևէ հայ մնացել է, թե ոչ։ Կոմ 66 դեմ 2 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Սպասվող ընտրություններին ընդառաջ իշխանությունը խստացնում է դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները։ Չի բարդացնի արդյոք Եվրամիության հետ հարաբերությունները Թրամփի խաղաղության խորհրդին միանալու Հայաստանի որոշումը։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը Հեցի հայցերից մեկով որոշում է կայացրել, որը թե կառավարությունը, թե Հեցի սեփականատերերը մեկնաբանում են իշահ իրենց։ Հեցի հարցով բուն քննությունը, սակայն դեռ առջևում է։ Ինչու է Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցի մասնակիցներին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում ցույցերին չմասնակցել։ Իրանցիներն ահազանգում են, ԱԱԾ-ից չեն պարզաբանում։ Գնացել եմ այնտեղ, ասում են քեզ դեպորտ կանենք։ Աբու Դաբիում այսօր ուշ երեկոյան սպասվում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին հանդիպումը։ Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 քաղաքացի տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին այսօր հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը առանց անուններ հրապարակելու։ Առայժմ հստակ չէ նաեւ Արցախում հայեր մնացել են, թե ոչ։ Արցախում մնացած հայերի մի մասը հարազատներ չունեն, մյուս մասի հարազատները դեռ ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ, արդյոք իրենց բարեկամները վերադարձողների մեջ են, թե ոչ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ Ղարաբաղից վերադարձած քաղաքացիները բուժզննում են անցել եւ նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Ըստ նախարարի մյուսների առողջական վիճակը բավարար է։ Վերջին հայերը հեռացան Ստեփանակերտից, իրենք են այդպես ուզել, առավոտյան գրառմամբ մանրամասնեց սոցիալնախարար Արսեն Թորոսյանը։ 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Ազատության տեղեկությամբ ադրբեջանական դարձած Արցախից տեղափոխվածները Գորիսի հյուրանոցներից մեկում են։ Տնօրենն ասաց, իրավասու չէ որևէ տեղեկություն տրամադրել։ Կներեք, նման տեղեկատվություն տալ չեմ կարող։ Հյուրեր ունենք, որոնք հիմա ընտրաշում են, բայց թեովա չեմ կարող ասել։ Ավելի ուշ առողջապահության նախարարը տեղեկացրեց, բոլորն ստացել են բուժզննում, միայն մեկը հոսպիտալացվել է, Գորիսի հիվանդանոցում է։ Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է, հայտնել է Ավանեսյանը։ Պետական որևէ մարմին, սակայն մինչև այժմ չի հրապարակել անվանացանք, ովքեր են վերադարձել։ Հարազատները սոցիալնախարարի գրառումից են տեղեկացել, որ տեղափոխվողներ են եղել ու մինչև այժմ անհանգիստ են, ովքեր են։ Չէ, ոչ մի տեղեկություն չունենք, մենք ենք ձերպես տուրերը կարդացել։ Հələ որ ոչ ոք չի կապել մեզ հետ, չգիտենք ինքը մեջնամեջ չի, լուրջ չունենք ոչ մի։ Իմ տղին ակարտացի YouTube-ում զանգեց գործի տերս, մամ ասաց, գիտես որ բերել են 10 հոգի։ Բայց հիմա չգիտենք ինքը մեջներն է թե չէ, դու չենք իմանում։ Արցախցիների բռնի տեղահանումից հետո քանի հայ մնաց այնտեղ։ Պաշտոնական Բաքուն վերջին ավելի քան 2 տարում որևէ թիվ չի ներկայացրել։ Հայկական կողմում պատկերացում էին կազմում այնտեղից տարածվող տեսանյութերը վերլուծելով, հաշվելով։ Տեղահանվածներն ադրբեջանական տեսանյութերում ճանաչել էին Միշա Գրիգորյանին, որ կավից արձաններ էր պատրաստում։ Ռիտային ենթադրվում է ազգությամբ ռուսը նա է, որ Ստեփանակերտում անտուն շներին ու կատուներին էր կերակրում։ Ֆրեդը միայնակ տղամարդ կորացած մեջքով, նրան ադրբեջանցիները բարբերաբար ծաղրում էին։ Յո, ճարացամ ցավը ճարացա։ Արա ո՞նց է։ Ինչ ես ասա։ Հա? Ինչ ես ասա։ Ո՞նց ես, ո՞նց ես։ Ուշի։ Տիկին Լարիսան Հադրութից ու էլի մի քանիսը, որ մնացել էին Ստեփանակերտում ու այնտեղից բարբերաբար Բաքվի տեսախցիկների առջև խոսում էին իրենց լավ կյանքի մասին, հեռացածներին հորդորում վերադառնալ։ Չեն ասել, որ ուզում են գալ, շեշտում է Արցախի օմբուդսմենը։ Ոչ միայն չեն ասել, որ ուզում են գան, այլ ես տեղյակ եմ, եկեք անուններ չտամ, որպեսզի այդպես ճիշտ չի էլի, բայց ես ունեմ նաև տեղեկություն, որ կար մարդ, որի հարազատները մի մասը Հայաստանում, մի մասը արտերկրում, նրան համոզել են կամ համոզում էին ժամանակին, որ դուրս գա տեղափոխվի, որ իրենք պատրաստ են դա նաև Կարմիր խաչի միջոցով կազմակերպել եւ
մարդը հստակ մերժում էր, այսպես ասած, չէր համաձայնվում եւ ասում էր, որ հեսա դուք բոլորդ եք վերադառնալու։ Արցախի անկումից հետո Հայաստան գալ հրաժարվել էր նաև 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը։ Հիշողության խնդիրներ, էպիլեպսիայի նոպաներ ուներ, պատմում է քույրը, որ նրան խնամելու համար խնածախ էր գնացել ու ոչ մի կերպ չկարողացավ համոզել իր հետ հեռանալ Ադրբեջանի հսկողության տակ անցած ծննդավայրից։ Չուզել, չեմ կարացել համոզել։ Հետո դե ես էլ չէի կարա ասի, հա, ինքը չի ուզում, բայց ես ինչ անեմ, կինարմատ եկան մտան գյուղու, ես ինչ արեմ, ես ինչ կարամ դիմադրեմ կամ ինչ անեմ։ Մի կերպ ինձ մի գրուզավոր մեքենայում տեղավորել են, ինքը բեշերը դնում ու փախնում հետ գնում տուն։ Ավելի ուշ փախել է նաև վերջին ավտոբուսից ու հասել հայրենի Խնածախ, այնտեղ ապրել մենակ 8 ամիս։ Քույրը պատմում է, ավելի քան 2 տարի համոզում է նրան Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվել։ Անօգուտ, ինչի տուն չես գալիս, եղբայրը սա է հարցրել քրոջը։ Տիկին Էլյան ասում է, հեռախոսով երբ էլ խոսել են, երբեք չի ասել, որ ուզում է Երևան գալ։ Միշտ ինքը իրանք ինչքան գնացել են հեռախոսը տվել են, ես իր հետ արխային խոսացել եմ։ Ճիշտ է, դի թուրքերի վերաբերյալ ես ոչ մի բան չեմ խոսացել, ոնց ինչ պահելու մասին ես եւ այլը չեմ ուզեցել, որ կողմնակի բաներ խոսամ, ասի կարող է կնեղացնեն, բան կանեն։ Հարցը փորձ չեմ արել, մենակազմական եմ հարցրել։ Ոնց է առողջական, ոնց է։ Dağlı Qarabağ Muxtar vilayəti yaranandan sonra burada ermənilər Այսօր Խանքենդիում հայեր են ապրում, նրանց ոչ ոք չի նեղացնում, տարբեր առիթներով է Ադրբեջանի նախագահը այնտեղ մնացած 1 տասնյակ հայերի մասին խոսել որպես Բաքվի բարեհոգության բարձր օրինակ։ Զուգահեռ այս հայերը ոչ միայն հարմար հարցազրույցներ էին տալիս ադրբեջանական լրատվամիջոցների համար, այլև հայտնվում էին Բաքվի դատարաններում, որպես վկաներ, որ ցուցմունքներ էին տալիս օրինակ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Արդյոք այս տարբեր առողջական խնդիրներով մարդիկ այլևս հարմար չեն Բաքվի նոր տեսարանների համար։ Գեգամ Ստեփանյանի համար էլ հստակ չէ, թե որն է այս վերադարձի իր բառով դրթիչ հանգամանքը։ Վերջին շրջանի այդ խստությունը, կապի խզումը, սա էլ կարող է դեր խաղացած լինել, բայց խորքային թե ինչու, չգիտեմ, միգուցե ինչ որ քննարկումներ հայաստանյան եւ ադրբեջանի իշխանությունների միջև են եղել, որի հետևանքով որոշվել է, որ նման քայլ են իրականացնում, այս հարցին կոնկրետ կարող եմ պատասխանել, երբ որ հնարավորություն ունենամ շփվելու այդ անձանց հետ։ Գեգամ Ստեփանյանն այժմ շատ է կարևորում հարցը, որ այս մարդիկ, որ դեռ պարզ չէ, թե ինչ նվաստացումների ու խոշտանգումների միջով են անցել ադրբեջանցիներով բնակեցված քաղաքում, այստեղ արժանանան միայն հոգատարության, թե նրանց հարազատները ու թե հանրությունը պիտի իմանան, որ ադրբեջանական դատարաններում ու տեսախցիկների առջև այս մարդիկ իրենց կամքով չեն խոսել։ Ավելի քան ակնհայտ է, որ մարդիկ թե դատարանում ադրբեջանական, թե լրատվամիջոցների առաջ խոսք են ասել պարտադրանքի, սպառնալիքի, առնվազն հոգեբանական այդ ճնշվածության ներքո։ Հետևաբար դրա համար մեղադրել կամ ինչ-որ խտրական վերաբերմունք ցուցաբերել, թիրախավորել կամ ցանկացած ոչ լավ վերաբերմունք այդ հիմքով ինձ համար եւ կարծում եմ ողջամիտ մարդու համար անընդունելի պետք է լինի։ Ստեփանյանի խոսքով 120,000 հայ Արցախում մնալու անհնարինությունը հասկացավ շատ արագ, այս մարդիկ գուցե 2.5 տարի անց։ Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ իշխող քաղաքացիական պայմանագիրը փոփոխություններ է նախաձեռնել ընտրական օրենսգրքում։ Դրանցով կխստացվեն դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները։ Դիտորդները պետք է ներկայացնեն իրենց ֆինանսական աղբյուրներն ու հավաստեն քաղաքական չեզոքությունը։ Ներկայիս օրենսգրքում ըստ իշխանության դիտորդների չեզոքությունը վերահսկելու անհրաժեշտ մեխանիզմներ չկան։ Այդ պատճառով են փոփոխություններն անում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը սակայն բոյկոտել է քննարկումը այն համարելով սպասվող ընտրություններից առաջ մեջբերեմ մերձիշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ։ Կոմ 66 դեմ 2 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Ընտրություններից 5 ամիս առաջ իշխող ուժը դիտորդական կազմակերպություններին, դիտորդներին, այսպես ասած, զսպող նախագիծ ընդունեց։ Եթե հավատարմագրված դիտորդը չպահպանի քաղաքական չեզոքությունը, կզրկվի հավատարմագրից։ Առաջիկայում արդեն մեզ սպասում են ընտրական գործընթացներ եւ դրանց նկատմամբ հանրային եւ միջազգային ուշադրության բարձր մակարդակ
մակարդակի արկա։ Իշխող ԿՊ-ն այս մի նախագծի համար արտահերթ նիստ էր հրավիրել, քննարկեցին ու ընդունեցին հրատապ ռեժիմով։ Ընդդիմադիրները ոչ քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը չմասնակցեցին։ Հայաստան խմբակցությունը դեռ ազգային ժողովի խորհրդի նիստում է առաջարկել նախագիծը բերել հանրային քննարկումից հետո միայն։ ԿՊ-ն մերժել է, Հայաստանն էլ բոյկոտեց նիստը։ Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու եւ ընտրակեղծիքները օրինականացնելու միտված։ Ընտրական օրենսգրքով էլ է սահմանված, որ դիտորդները պետք է անաչառ ու անկողմնակալ լինեն։ Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում խախտման դեպքում զրկել հավատարմագրից։ Նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է, այսինքն արդեն գործող կանոնի հստակեցումը եւ արդեն արկա մեխանիզմների ընդլայնումը, որպեսզի այս կանոնները կարողանան դառնալ իրապես գործուն։ Որևէ կերպ, որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել։ Հնչեցրեցին նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող գործողություն եւ զրկում են նրանց այդ կարգավիճակի։ Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը համոզված է, այս փոփոխությամբ խոչընդոտներ են ստեղծում ոչ իշխանահաճո կազմակերպությունների ու դիտորդների համար։ Ընդդիմադիր падգամավորը քննադատում է, թե անտեսել են միջազգային կազմակերպությունների սկզբունքները, որ մինչև խորհրդարանում քննարկելը պետք է հանրային լայն քննարկում լիներ։ Սա անընդունել է, սա հակասում է նաև, ինչպես նշեցի, միջազգային պարտավորություններին, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովը դեռ ժամանակին ասել է, որ ընտրական օրենսդրության մեջ սկզբունքային կարևորագույն հարցերի մասով 1 տարուց շուտ չի խորհուրդ տրվում իրականացնել փոփոխություն։ Իսկ ինչն են խախտում համարում, ինչ չափանիշներ կան, ովքեր են որոշելու, որ դիտորդն է անաչառ, որը կողմնակալ։ Չափանիշների մասին առայժմ հստակ ոչինչ չկա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատման տիրույթում է։ Առանց չափանիշի դու ո՞նց ես գնահատում։ Եվ որպես կանոն այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար։ Տպավորություն է, որ Հայաստան խմբակցությունը շահագրգռված է նրանում, որ դիտորդի շապիկ հագած քաղաքական գործիչներ շարունակեն զբաղվել քաղաքականությամբ դիտորդական առաքելությունների շրջանակներում։ Դիտորդների քաղաքական չեզոքությունը որոշող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ԿՊ-ի նախկին падգամավոր Վահագն Հովակիմյանն է։ Նա Փաշինյանի թերթում երկար տարիներ լրագրող է աշխատել։ Փաշինյանի ուժով խորհրդարան եկել ու ապա տեղափոխվել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ու թեև Հովակիմյանը վերջերս վստահեցրել էր, թե ԿԸՀ նախագահի պաշտոնում քաղաքական չեզոքությունը չի խախտել ու չի խախտելու, ընդդիմադիր падգամավորը համոզված է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող անկողմնակալ որոշումներ կայացնել։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես գիտեք, այսօր ամբողջությամբ իշխանության կարգավորման եւ վերահսկողության ներքո է։ Իշխանական падգամավորը ուղիղ հայտարարեց այդ նախագծի պատճառը իշխանությանը քննադատող Հայաքվե դիտորդական կազմակերպությունն է, որ նրա պնդմամբ իշխող ԿՊ-ի դեմ քարոզչություն է արել Գյումրիի ու Վաղաշապատի ընտրություններում։ Մասնավորապես Հայաքվե դիտորդական առաքելություն եւ վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոններ եւ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնել են ակտիվ քարոզչություն հիմնականում քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ։ Դիտորդական առաքելության կամ անդամների չեզոքությունը ուշադրության կենտրոնում կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո։ Եթե դրանից ամիսներ առաջ կազմակերպությունը որևէ քաղաքական դիրքորոշում է ունեցել, խնդիր չէ, եւ եթե կազմակերպության անդամներից մեկն է խախտում քաղաքական չեզոքությունը, ապա այդ մեկն է զրկվում առաքելության հավատարմագրից։ Կազմակերպության հավատարմագիրը ուժը կորցրած կլինի, եթե անդամների մեծամասնությունը խախտի քաղաքական չեզոքությունը։ Չի բարդացնի արդյոք Եվրամիության հետ հարաբերությունները Թրամփի խաղաղության խորհրդին միանալու Հայաստանի որոշումը։ Իշխանական падգամավորը փարատում է այս մտահոգությունները։ Եվրամիության հիմնական երկրները, այդ թվում Հայաստանի թիվ 1 եվրոպական գործընկեր Ֆրանսիան, չեն շտապում անդամակցել այս խորհրդին, իսկ հեղինակավոր լրատվամիջոցները տարակուսում են, որ հրավեր է ուղարկվել անգամ Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքի կողմից մեկուսացված Ռուսաստանին եւ Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Բելարուսի նախագահին։ Մենք համաձայնվել ենք
մաս կազմել այդ խորհրդի լավ նորություն է։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Էդուարդ Աղաջանյանը միաժամանակ փառատում է մտահոգությունները, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրած խաղաղության խորհրդին միանալով Հայաստանը գուցե Եվրամիության հետ հարաբերությունները բարդացնի։ Ես չեմ կարծում, որ դա բացասաբար կազդի մեր եւ մեր եվրոպացի գործընկերների հարաբերությունների վրա։ Իհարկե վերջին ամիսները, շաբաթները նույնիսկ իսկապես շատ բուռն աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակահատված է եւ այս ժամանակահատվածում կարծում եմ պետությունները ելնելով իրենց շահերից կայացնում են որոշումներ։ Թրամփի նախաձեռնությանը միացել են Թուրքիան, Մերձավոր Արևելքից Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, հետխորհրդային երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը, հրավեր է ուղարկվել անգամ Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքի կողմից մեկուսացված Ռուսաստանին։ Մոսկվան դեռ դիտարկում է հնարավոր մասնակցությունը։ Մինչդեռ Միացյալ Նահանգների ավանդական արևմտյան դաշնակիցներն ավելի զգուշավոր են կամ էլ մերժել են։ Ոմանք օրինակ դիրքորոշումը պատճառաբանելով ներպետական օրենսդրության սահմանափակումներով։ Թրամփը Դավոսից Միացյալ Նահանգներ վերադարձի ճանապարհին դեռ լավատես էր, որ այդ երկրները, այդ թվում Ֆրանսիան, կփոխեն դիրքորոշումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունները այս պահին որոշակի դժվար ժամանակահատված են ապրում եւ բացատրություններից մեկը հենց դա է, կարծում եմ, որ ձեր նշած երկրները չեն համաձայնվել մաս կազմել այդ խորհրդի, բայց առնվազն Հայաստանի մասով հաշվի առնելով մեր եւ հաշվի առնելով ընդհանրապես TRIP նախագծում Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևոր մասնակցությունը եւ ներդրումը վստահաբար Հայաստանի Հանրապետության շահերից է բխում միանշանակորեն ընդունել այդ առաջարկը եւ մասնակցել։ Ստորագրման արարողությանը ներկա են միայն Թրամփի մոլի աջակիցները, այսօր գրել է հեղինակավոր Բլումբերգը, օրինակ բերելով Հունգարիայի վարչապետ Օրբանին, որը մշտական տարաձայնությունների մեջ է Եվրամիության հետ, փոխարենը Միացյալ Նահանգների նախագահի հետ լավ հարաբերություններ ունի։ Պարբերականը քննադատում է հատկապես Բելարուսի նախագահ Լուկաշենկոին ուղարկված հրավերը, հիշեցնելով, որ նա Եվրոպայի վերջին բռնապետի համբավն ունի։ Ֆրանսիայի եւ այլ առաջնորդներ մասնավորապես մտահոգություն էին հնչեցրել, որ նորաստեղծ այս խորհուրդը կարող է նվազեցնել ՄԱԿ-ի դերը։ Դոնալդ Թրամփը երեկ կարծես փորձեց ցրել մտավախությունը, թե խաղաղության հիմնադրամը Միացյալ ազգերի կազմակերպության դեմ է, որի արդյունավետությունը բազմիցս քննադատել է։ Երբ այս խորհուրդն ամբողջությամբ ձևավորվի, մենք կկարողանանք անել գրեթե այն ամենը, ինչ ցանկանում ենք, եւ դա կանենք Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ։ ՄԱԿ-ը հսկայական պոտենցիալ ունի, որը չի օգտագործվել։ Խորհրդի գործունեությունը դեռ շատ հստակ չէ, առայժմ ավելի շատ հռչակագրային հայտարարություններ են հնչում, խաղաղարար ծրագրեր, հակամարտությունների կանխարգելում եւ այլն։ Նախնական գաղափարով այն պետք է Գազայի վերականգնումը համակարգեր։ Վարչապետ Փաշինյանը Դավոս մեկնեց հենց Թրամփի հրավիրած միջոցառմանը, ավելի վաղ հաղորդվել էր, որ նա այս տարի չի մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ Արտգործնախարարությունը երեկ հայտնեց, որ Հայաստանը չի վճարի $1 միլիարդ անդամավճարը, բայց դա ենթադրում է անդամակցություն ընդամենը 3 տարով։ Էդուարդ Աղաջանյանը դեռ վաղ է համարում խոսել անդամավճարի նպատակահարմարության մասին։ Երբ այդ պահը կգա, ես կարծում եմ արդեն որոշում պետք է կայացնենք, որովհետև $1 միլիարդ Հայաստանի Հանրապետության նման պետության համար իհարկե մեծ գումար է եւ այդ ժամանակ արդեն այդ թվում հաշվի առնելով, որ 3 տարի խորհրդը գործունեություն ծավալած կլինի, կարծում եմ ավելի հստակ կլինի մնալու նպատակահարմարությունը։ Մինչդեռ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ արդեն քննադատում էր $1 միլիարդ վճարելու գաղափարը։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ 60 միլիոնի կարգի նստեց Սուերի սելֆին։ Այդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է։ Ոնց որ թե $1 միլիարդ սելֆի է ուզում միատել Փաշինյանը անի Թրամփի հետ։ $1 միլիարդ Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10.5%-ն է։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը Հեծի հայցերից մեկով որոշում է կայացրել, որը թե կառավարությունը, թե Հեծի սեփականատերերը մեկնաբանում են իշահ իրենց։ Հեծի հարցով բուն քննությունը, սակայն դեռ առջևում է։
Ինչու է Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցի մասնակիցներին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում ցույցերին չմասնակցել, իրանցիներն ահազանգում են, ԱԱԾ-ից չեն պարզաբանում։ Գնացել եմ այնտեղ, ասում են քեզ դեպորտ կանենք։ Աբու Դաբիում այսօր ուշ երեկոյան սպասվում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին հանդիպումը։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը Հեցի հայցերից մեկով միջանկյալ որոշում է կայացրել, որը սակայն ոչ կառավարությունը, ոչ Հեցի սեփականատերերը չեն հրապարակում, բայց ակտիվ մեկնաբանում են յուրաքանչյուրը մատնանշելով այն հատվածները, որը կարող է հաստատել իր տեսակետը։ Հեցի հարցով բուն քննությունը սակայն դեռ առջևում է։ Կառավարության պնդմամբ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Հեցի գործով տաշիր ընկերությունների սեփականատերերի միջանկյալ հայցը։ Գործադիրը բուն որոշումը չի հրապարակել, միայն դրա վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել պաշտոնական կայքում։ Ըստ դրա Կարապետյանները միջազգային դատարանից պահանջել են հաստատել, որ Հայաստանը չի կատարել դեռ ամռանը էլեկտրական ցանցերի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը, վերականգնել Հեցի լիցենզիան եւ ընկերության կառավարման մարմինների աշխատանքից ազատված անդամների լիազորությունները, դադարեցնել պետության նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Սեփականատերերը նաև պահանջել են արգելել Հեցի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։ Արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները, եզրակացնելով, որ հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Թե տաշիր ընկերության սեփականատերերը այս հայցը երբեն ներկայացրել չի հաղորդվում, բայց քանի որ պահանջներից մեկը լիցենզիայի վերականգնումն է, ենթադրվում է դա արել են նոյեմբերից հետո, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց Հեցի լիցենզիան։ Հաղորդագրության մեջ միայն նշված է, որ արբիտրաժային տրիբունալը միջանկյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 24-ին։ Կառավարությունը, որ այդպես էլ չկատարեց Հեցի բռնագրավումն արգելող արբիտրաժային միջանկյալ նախորդ վճիռը, այս մի որոշումը ողջունում է։ Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճը ըստ էության լուծելու իրավասություն ունեցող արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե արտակարգ արբիտրի կողմից։ Կառավարության հայտարարությանն արձագանքել է տաշիր ընկերության փաստաբանական խումբը, շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ Հեցի հարցով վեճը քննող արբիտրաժային կազմը հաստատել է, որ արտակարգ արբիտրի մոտ կես տարի առաջ կայացրած որոշումը ենթակա է պարտադիր կատարման։ Կարապետյանների փաստաբանները միաժամանակ չեն հստակեցնում իրենց մյուս պահանջները իսկապես մերժվել են, թե ոչ։ Փոխարենը այլ մանրամասներ են ներկայացրել կրկին առանց ամբողջական տեքստը հրապարակելու։ Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց Հեցին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։ Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։ Հեցի հարցով բուն դատաքննությունը միջազգային դատարանում դեռ չի մեկնարկել։ Մինչև այս եղածները միջանկյալ որոշումներ են, որոնք Հեցի շուրջ գործընթացների վրա առայժմ ազդեցություն չեն ունեցել։ Թե երբ կմեկնարկի գործի հիմնական քննությունը հայտնի չէ։ Անհայտ է նաև ընկերության ճակատագիրը։ Շուտով կլրանա 3-րդ ամիսը, ինչ Հեցի լիցենզիան դադարեցված է։ Օրենքով կառավարությունը 3 ամսվա ընթացքում սեփականատերերի հետ պետք է բանակցի ու պայմանավորվի ընկերության վաճառքի պայմանների շուրջ։ Եթե համաձայնության չգան, գործադիրը սահմանադրության համաձայն այն կարող է ճանաչել հանրային գերակաշահ, Կարապետյաններին տրամադրելով համարժեք փոխհատուցում։ Կա արդյոք քրեական գործ, որի շրջանակներում նախատեսվում է Գարեգին II-ին մեղադրանք առաջադրել։ Մինչ քննչական կոմիտեն ազատության այս հարցն առանց մեկնաբանության է թողնում, Մայրաթորիի փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ, այդ թվում մեղադրյալի կաթողիկոսը չունի։ Հրապարակն այսօր գրել էր, որ Գարեգին II-ի դեմ նոր քրեական վարույթ է նախապատրաստվում փողերի լվացման հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է Շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, ով ևս գործով վկա է։ Քննության թեման բնակարանն է, որը տնօրենին է հատկացվել։ Արա Զոհրաբյանը պնդում է, ամենայն հայոց կաթողիկոսը իր անձնական միջոցներով է գնել Շողակաթի տնօրենին հատկացված բնակարանը։
Հանցակազմի տարը Զոհրաբյանի այս գործում չի կարող լինել, բայց նա չի բացառում, որ կարող է ընդհուպ խափանման միջոցի հարց առաջանալ, ինչպես ասած, խափանելու փետրվարին Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսատ ժողովը, որը նախագահում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Իրավապահները բնակարանների գործի մասին որևէ տեղեկություն չեն հայտնում։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր անձնական միջոցներով որոշակի բնակարաններ է ձեռք բերել, դեռևս իր արարածյան թեմի փոխանորդ եղած ժամանակից սկսած։ Եվ այդ բնակարանները հատկացրել է նաև քահանաներին։ Եվ շողակաթի տնօրենին էլ է հատկացրել որպես մայրաթորի համակարգի երկարամյա աշխատակից եւ ով կարիք է ունեցել այդ բնակարանի։ Այսինքն սա ընդունված է նաև մայրաթորի կողմից իրականացվող եւ նաև ամենայն հայոց կաթողիկոս կողմից անձամբ իր կողմից իրականացվող գործընթաց եղել եւ այստեղ զարմանալու բան չկա։ Դուք ասում եք, որ անձնական միջոցներ, որտեղից կաթողիկոսին այդքան անձնական միջոց։ Տեսեք, կաթողիկոսը նաեւ ունի նվիրատուներ։ Նվիրատուներ անձամբ իրեն թե եկեղեցու։ Անձամբ իրեն եւ անձամբ իրեն է նվիրատուներ կան, այո, մենք նաեւ հանրայդ փաստ է, որ օրինակ հայտնի բարեգործ երջանկայի հիշատակ Լուիս Սիմոնը մշտապես վեհապար հայրապետին նվիրատվություններ է հատկացրել, հենց անձամբ իրեն։ Բայց որը վեհապար հայրապետը մշտապես օգտագործել է նաև հանրօգուտ նպատակներով։ Հիմա կանչվել է վեհապարը, դուք ինչ տեղեկություններ Ոչ։ Իսկ կա քրեական գործ կոնկրետ այդ դեպքի առիթով։ Վաճառքն է խնդիրը։ Ես գիտեմ, որ բազմաթիվ քրեական գործեր կան, այդ մի գործը չի, տարբեր քրեական գործեր կան, եւ այդ գործերի հիմնական նպատակն է նաեւ որպեսզի թիրախավորեն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես իհարկե մանրամասներ չունեմ այդ քրեական գործի հետ կապված, բայց որքանով տեղյակ եմ եւ որքանով հանրամատչելի աղբյուրից եմ տեղյակ, ուղղակի իրենք տարբեր առիթներ, տարբեր բամբասանքներ փորձել են միացնել միմյանց եւ ինչ որ քրեական գործի տպավորություն ստեղծել։ Բայց բոլոր դեպքերում որևիցե բան չկա, հանցակազմ չի կարող լինել, ասենք, որովհետև ի վերջո, տեսեք, ամեն ինչն էլ շատ պարզ է, բանկային փոխանցումներով, ամեն ինչով երևում է ով է տվել, ինչի համար էլ տվել, եւ բնակարանների ձեռքբերումն էլ եւ բնականաբար նվիրատվությամբ հատկացում է դրանք գրանցվող կադաստրով նոտարական վավերացում անցնող գործարքներ են, դրանք այնպիսի բան չեն, որ ասեք, կուլիսների հետևում ինչ-որ բան է տեղի ունենում։ Դա պետությունը ամբողջությամբ մաչելիություն ունի դա տեսնելու։ Ես կարծում եմ իրավապահները ավելի շատ դա առիթ են օգտագործել, որպեսզի հնարավորություն ունենան ստուգելու ամենայն հայոց կաթողիկոսի բանկային հաշիվների շարժերը, դա պատրվակ է եղել, որպեսզի իրանք կարողանան ամեն ինչը ստուգել, տեսնել, որպեսզի կարողանան փորձել ինչ-որ վարկաբեկող նյութեր գտնել եւ քրեական գործի հիմքեր ստեղծել, բայց դա չի ստացվի, որովհետեւ այդպիսի բաներ չկան։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից թեև չեն հերքում, որ Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերի մասնակիցներին հրավիրում են զրուցելու, սակայն չեն պարզաբանում, թե ինչու են այդպես վարվում։ Իրենք ցույցերի մասնակիցները պատմում են, որ սպառնալիքներ են լսել ձերբակալվելու եւ արտաքսվելու, եթե շարունակեն դեսպանատան առաջավակները։ Ուշագրավ է, որ իրավապահները ցույցերի մասնակիցների հետ զրույցները սկսել են այն բանից հետո, երբ ակցիաներին խիստ կոշտ արձագանք էր ստացվել Հայաստանում Իրանի դեսպանի կողմից։ Հայաստանում ապրող իրանցիներն ահազանգում են, թե ազգային անվտանգության ծառայությունից շարունակում են հարցումների կանչել նրանց, որ բողոքի ցույցեր են կազմակերպում Իրանի դեսպանատան առջև։ Ազգային անվտանգության ծառայությունից չեն հերքում։ Ազատության հարցման ի պատասխան, սակայն գերատեսչությունից հստակ չեն պարզաբանում, ինչու ու ինչ հիմնավորմամբ։ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարցումային աշխատանքներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված հակահետախուզական եւ հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների համատեքստում, օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով նախատեսված կարգավորումների համաձայն։ Ըստ օրենքի, որին հղում են անում ԱԱԾ-ից, հարցումներ իրականացվում են կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ հետախուզական գործողությունների ընթացքում պարզաբանման այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու դեպքում։ Այս հիմքերից որով են իրանցիներին ծառայություն կանչել, ԱԱԾ-ից չեն հստակեցնում։ Հայաստանում բնակվող իրանցիները մինչդեռ վստահ են, պաշտոնական Երևանը Իրանի դեսպանատան սպառնալիքների է տեղի տվել։
Դեռ օրեր առաջ Հայաստանում բնակվող մի քանի իրանցիներ Ազատության հետ զրույցներում պատմել էին, որ իրենց կանչել են ազգային անվտանգության ծառայություն ու հորդորել դադարեցնել հավաքները։ Նրանցից մեկն անանուն մնալու պայմանով ասել էր, որ իրեն անգամ փաստացի սպառնացել են ձերբակալմամբ, եթե շարունակի մասնակցել ցույցերին։ Իրանցի երիտասարդներից մեկն էլ Ազատությանը պատմեց, որ իրավապահներն իրեն արտաքսմամբ են ահաբեկել։ Երիտասարդը սկզբում ոստիկանության բաժանմունք, ապա ԱԱԾ է հրավիրվել։ Ինձ կանչեցին, ասում են մի էլ մասնակցի այդ միտինգների մեջ։ Հորդորել են, թե պահանջ։ Ասել են մի մասնակցի։ Եվ ինչ են ասել, սպառնացել են, որ մասնակցեք, հետևանքներ կունենա։ Հա, ասին հետևանքները կունենա, այդ էլ հետո կպարզվի, էլի։ Դաժե առաջի օրը, որ ինձ տարան, ոստիկանության բաժին են կանչել, գնացել եմ այնտեղ, ասում են քեզ դեպորտ կանենք։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրված հայաստանաբնակ իրանցիները տարակուսել են, ինչու են հայտնվել հայաստանյան իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ ասում են ոչ ակցիաների ընթացքում, ոչ դրանցից դուրս որևէ օրենք չեն խախտել։ Դի շատ մեծ հարց էր մեր համար, որ ոչ մի օրենք չենք խախտում, որ մեզ կանչում են այս կողմ են կողմ, դաժե իրանք ոչ մի գրավոր բան չունեն մեր վրա։ Անում ես իրան ասի, որ մեր գործը անօրինական չի, քանի որ դուք ձեր գործն անօրինական, որ մեր առանց ոչ մի բան կանչում եք այստեղ։ Երիտասարդի խոսքով ծառայությունում իրեն չեն հիմնավորել, թե ինչու են կանչել, ինչ պատճառով։ Ասում է, նույն շենքում տեսել է ակցիայի մասնակիցներից մի քանիսին, ավելի ուշ նկատել, բողոքի ակցիաների մասնակիցները օրեցօր նվազում են։ Մի քանի հոգի այնտեղ տեսել եմ։ Հավաքի մասնակիցներ։ Հա, համարյա մի քեսը տարել են։ Երրորդ օրը այստեղ շատ մարդ էր հավաքված, բայց սաղը տարան կանչեցին այնտեղ, դրանից հետո շատ քիչ մարդիկ եկան։ Իրանում անցած տարեվերջին մեկնարկած հակակառավարական ցույցերին զուգահեռ հայաստանաբնակ իրանցիներն էլ իրենց հերթին բողոքի ակցիաներ են սկսել Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց։ Մասնակիցներն օրեր շարունակ պահանջում են իրենց իշխանություններից դադարեցնել Իրանում ցուցարարների սպանությունը։ Նաև Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի հեռացման կոչեր են հնչում։ Այս ակցիաներին կոշտեր արձագանքել Հայաստանում Իրանի դեսպանը։ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Դիվանագետի հայտարարություններին վարչապետ Փաշինյանն արձագանքեց, հավաստիացնելով Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա։ Փաշինյանը միևնույն ժամանակ պնդել էր, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել եւ Իրանի համար բացառություններ չեն արվելու։ Փաշինյանի այս հավաստիացումներից բառացիորեն օրեր անց, սակայն ոստիկանությունն արգելեց իրանցիներին դեսպանատնից Կապույտ մզկիթ երթ իրականացնել։ Երթի կազմակերպիչները ի սկզբանե իրազեկել էին ակցիայի մասին ու փաստացի թույլտվություն ստացել, բայց երթի ժամեր առաջ քաղաքապետարանից բանավոր փոխանցել էին, թե արգելում են, ինչ հիմնավորմամբ ու օրենքի որ կետով քաղաքապետարանից ազատության հարցմանի պատասխան պնդել են, թե Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն ներկայացված իրազեկումն ուղարկվել է ոստիկանության գվարդիա հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք տրամադրելու վերաբերյալ։ Ոստիկանությունում քննարկվել է երթի անցկացման վերաբերյալ իրազեկումը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ հավաքների ընթացքում հավաքի մասնակիցների թիվը կազմել է 350-ից 400 անց, հետեւաբար երթի ընթացքում անխուսափելի է երթի մասնակիցների կողմից փողոցների երթևեկելի հատվածների օգտագործումը, հաշվի առնելով, որ իրազեկման մեջ նշված ժամերին երթևեկությունը շատ խիտ է, որի հետևանքով անհամաչափ կսահմանափակվեն երթևեկության մասնակիցների իրավունքները։ Ոստիկանությունը իրազեկմամբ նշված երթի իրականացումը համարում է ոչ նպատակահարմար։ Քաղաքապետարանից որպես հիմնավորում են բերել ակցիայի մասնակիցների թիվը, շեշտելով, թե 350-ից 400 ցուցարար է մասնակցել հավաքներին։ Մինչդեռ Ազատության տեսախցիկը մի քանի անգամ արձանագրել է, որ դեսպանատան դիմաց հավաքվածների թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը։ Անգամ անցած շաբաթավերջին երթի օրը, երբ մի քանի մասնակիցներ բերման ենթարկվեցին, շուրջ 100 մարդ էր հավաքվել տարածքում։ Այդ որոշումը եղել է իրազեկումը գիտություն ընդունելու մասին։ Դրանից հետո նորից եմ ասում, որովից է իրավական հիմք
կարծիք տալ, կարծիքի հիման վրա որոշում փոխել, առավելևս դա անել վարչարության տեսանկյունից ընդհանրապես անհասկանալի ընթացակարգերով, դա անել չպահպանելով դատական պաշտպանության իրավունքը, չապահովելով լսված ելնելու իրավունքը։ Իրավապաշտպան Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոհաննիսյանն ասում է, քաղաքապետարանը ի սկզբանե երթի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելուց հետո այս դեպքում այն չեղարկելու իրավական հիմքեր չուներ։ Ման որոշում կայացնելու ժամկետներ կան։ Եվ այդ ժամկետներում պիտի այդ որոշումը կայացվի, այդ թվում, որպեսզի ապահովվի մարդկանց կողմից մարդկանցում իրավունք սահմանափակումը, այդ սահմանափակման կամ ում նկատմամբ միջամտող վարչական ակտ կայացվում, ոչ բարենպաստ վարչական ակտ կայացվում, այդ վարչական ակտի դատական բողոքարկման իրավունքը, որը վարչական դատավարության օրենսգրքով էլ սահմանված է։ Եվ պետք է ասեմ, որ ընտրական իրավունքի պես է, շատ կարճ ժամկետներում դատարանը այս գործերը պետք է քննի, մի քանի օրում քննի եւ որոշում կայացնի, հա, որ մարդիկ հավաք անեն կամ չանեն։ Երթի կազմակերպիչներն էլ են համարում, որ քաղաքապետարանի որոշումն անհիմն է, երթ անցկացնելու նոր դիմում են ներկայացրել ու կրկին մերժվել։ Չնայած խոչընդոտներին ու ճնշումներին, իրանցիները երկրորդ շաբաթն է գրեթե ամեն օր հավաքվում են իրենց դեսպանատան առջև, հայրենիքում մնացած հարազատներին աջակցելու։ Աբուդաբիում ուշ երեկոյան սպասվում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին հանդիպումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սպասվող բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը։ Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է հրապարակումները, որ Աբուդաբիում քննարկվելու է տարածքների հարցը։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում այսօր երեկոյան նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Առաջինը պատերազմի սկզբից ի վեր։ Եռակողմ հանդիպանը քննարկվելու է Ուկրաինայի տարածքների հարցը։ Ռուսաստանից մասնակցում են Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը։ Աբուդաբիում առանձին կհանդիպեն նաև ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիթքոֆն ու Ռուսաստանի նախագահի ներդրումային հարցերով բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է ամերիկյան Աքսիոսի հրապարակումը, որը Աբուդաբիում Ուկրաինայի տարածքների հարցն է քննարկվելու։ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր եւ վաղը կայանալիք հանդիպումները պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլ կլինեն։ Питання Դոնբասу ключове։ Դոնբասի հարցը գլխավորն է, այսօր եւ վաղն Աբուդաբիում կքննարկվի, թե ինչ տեսակետներ ունեն երեք կողմերը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, ես միշտ կողմ եմ նրանց մասնակցությանը։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ողջ Դոնբասը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը, ինչին Կիևը դեմ է։ Կրեմլի խոսնակն այսօր վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում, նշելով, որ չի կարող մանրամասներ հայտնել բանակցություններից։ Хорошо известна позиция России о том, что Ուկրաինա։ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է։ Ուկրաինան, ուկրաինական զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դուրս գան այնտեղից։ Դա շատ կարևոր պայման է։ Կան նաև այլ նրբերանգներ, որոնք բանակցությունների օրակարգում են։ Նյուանсы, которые остаются на повестке дня переговоров։ Եռակողմ այս հանդիպումից առաջ երեք Կրեմլում մոտ 4 ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահի բանագնացները։ Վլադիմիր Պուտինը նրա օգնական Յուրի Ուշակովի խոսքով զգուշացրել է, երկարատև խաղաղություն չի լինի, քանի դեռ չեն լուծվել տարածքային հարցերը։ Главное, что в ходе этих переговоров нашего президента с американцами Ամենակարևորը մեր նախագահի եւ ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ իմաստ չունի երկարաժամկետ կարգավորում ակնկալել առանց տարածքային հարցը լուծելու, ըստ Անկորիջում համաձայնեցված բանաձևի։ Долгосрочного урегулирования не стоит. Ուշակովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմամբ, իսկ մինչ այդ կշարունակի հետամուտ լինել այսպես կոչված հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործմանը մարտի դաշտում, որտեղ նրա պնդմամբ ռուսական զինուժն է թելադրողը։ Նրա փոխանցմամբ երեկվա հանդիպմանը, որը բոլոր առումներով օգտակար էր թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի համար, կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ կապ պահպանել միմյանց հետ, թե Ուկրաինայի, թե այլ հարցերի շուրջ։ ԱՄՆ նախագահն իր հերթին 3 Դավոսից Վաշինգտոն վերադառնալից ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները ցանկանում են համաձայնագիր կնքել եւ վերջ դնել արդեն 4-րդ տարին ընթացող արյունալի պատերազմին։
Գիտեք, կար ժամանակ, երբ Պուտինը չէր ուզում գործարք կնքել, երբ Զելենսկին չէր ուզում գործարք կնքել, հիմա կարծում եմ, որ երկուսն էլ ուզում են, մենք կպարզենք։ Դիվանագիտական դաշտում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային։ Դոնեցկում անօթաչուի հարվածից 4 մարդ է զոհվել, այդ թվում 5-ամյա երեխա, եւս 2 մարդ զոհվել է Խարկովում։ Ռուսական զինուժը մի ամբողջ օր հարվածել է Կրիվոյ Ռոգին, կիրառելով մոտ 70 անօթաչու, կա առնվազն 13 տուժած, այդ թվում երեխաներ։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս մեկ բնակավայր է վերցել Խարկովում։ Կիևում 1900-ից ավելի բազմաբնակարան շենք դեռ ջերուցում չունի։ Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատոր Ուկրեներգոն հայտարարել է, որ ռուսական վերջին հարձակումներից հետո իրավիճակը զգալիորեն վատացել է։ Երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են։ Էլեկտրակայանների վերանորոգման արտահերթ աշխատանքներ են ընթանում։ Եվրոպական հանձնաժողովը մոտ 450 գեներատոր է ուղարկել Ուկրաինա։ Խերսոնի բնակիչները պատմում են, որ էլեկտրաէներգիայի ջերուցման ջրի պակասը լուրջ խնդիրներ է ստեղծում։ Մի կերպ են դիմանում սառնամանիքին։ Ես ձմեռն անցկացնում եմ ուրիշի բնակարանում, իմ թաղամասը տեսնում եմ միայն կամավորների կողմից տարածվող տեսանյութերում ու շատ եմ ուզում տուն վերադառնալ։ Այնտեղ ոչ էլեկտրաէներգիա կա, ոչ գազ, ոչ ջուր։ А люди там живуть, ні світла, ні газу, ні води немає. Звичайно, все опалення, все інше. Ջերուցում չունենք եւ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունենք, բայց ամենակարևորը հարվածներից խուսափելն է։ Մենք դիմանում ենք։ Մենք շատ բանի ենք դիմացել եւ ժամանակն է, որ սա ավարտվի։ Стільки вже пройдено. Найбільші проблеми для міста це обстріли. Քաղաքի ամենամեծ խնդիրը հրետակոծությունն է։ Մյուս խնդիրը ջրի, էլեկտրաէներգիայի եւ ջերուցման պարբերական պակասն է։ Սրանք են մարդկանց հիմնական խնդիրները։ Періодично води, світла. Ուկրաինական զինուժն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել։ Պենզայում անօթաչուն հարվածել է ռուսական Ռոսնեֆտ ընկերության նավթամբարի, որտեղ հրդեհ է բռնկվել։ Վերադառնանք Հայաստան, Երևանում այս ձմեռի տարբերությունը նախորդ տարիների շատ ձյունառատ է։ Այսօր էլ մայրաքաղաքում ձյուն է եկել, խնդիրներ ստեղծելով երթևեկության համար։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։